Hey Նիկոլ, որ վախեցնես կորանձի չնդրիկ պատերազմ կեղնի, բայց ես վստահ եմ, որ շատեր արդեն զզվել են այդ քու զառոսներիցդ ու արդեն պատերազմից չեն վախենա։ Շատերը արդեն բանկեն են, որ ավելի լավ է արժանապատիվ կրվեին կեշտանք մեր հայրենիքը ոտի կանգնեցնենք արժանապատիվ ներգանանք աշխարհի դեմ, քանց թե ստրուգա կարգավիճակով ապրելը, մեզ ինչ պետք է ստրուգի կարգավիճակով ապրելը, քեզ պես փալասներին կրնաս դու բանենես, հասկնաս Նիկոլ, էլ ամենի այն ինչ-որ հաճասկը, դոնք էշ էլ չի անցնի, մեզ որա մարդիկ արդեն լրիվ զզվել են քո այդ հաճոսներիցդ։ Բարելուս ասկ, ես արդեն շեմել ուզե հիշեցնեմ եղկելուս վգաներին իրա գոյության մասին, բայց դուք էլ լսեք ու աշխատեք ապր-ցպր բերենները շատ չտակ կոմենտերում, որովհետև ես ձեզի չեմ վիրավորել։ Ես կսեմ, որ ձեր ուղեղների մեջ մտցնեք, որ իրականում ձեր նող կանքը ոչ թե ձեր փրջիչն է կամ խաղաղություն բերող, այլ լրիվ հակառակը։ Ես որ ձեր նող կանքը մեզի կվախեցնե պատերազմով։ Հայը երբ է վախեցե իր հայրենիքի, իր հողուց ջրի, ինքնասիրության ու թասիբի համար կռվելուց։ Լավ է պատերազմ եղնի, երտանք պատվով կռվինք, խաղաղություն վաստակենք, աշխարհին ցույց տանք հայի տեսակը, անկոտրուն ոտքին, կանցպես ձեր նզովքի բերած խաղաղությունը։ Որ բանը Ալևի հրամանով սահմանադրություն փոխե, Թուրքի հրամանով Արարատ լեռը պեճադից հանե, ցեղասպանությունը ուրանա, հայոց պատմությունը դասագրքերից հանե, դարձնե Հայաստանի պատմություն։ Էդ է ձեր ուզած խաղաղությունը, հայը այդ ձևի վիզը կաղծուր ղզիկի պես պետք է ապրի, հա, էդ է ձեր ուզած խաղաղությունը։ Լավ է պատվով մեռնել, քան անպատիվ ապրել։ Սաղս էլ կուզենք խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է վաստակես ոչ թե մուրաս, խաղաղությունը չեն մուրա, ըմբեսոր արեք ոտի ելինք ու ձեր նող կանքին թույլ չտանք մասնակցել վարչապետի ընտրությանը։